Աչասնի, շատ լավ։ Խնդրեմ։ Մի հարց էլ իհարկե սերժանտական ինստիտուտ նորություն չի, որքան ես հիշում եմ Արցախի հանրապետության պաշտպանության բանակում կար սերժանտների միություն ու եթե չեմ սխալվում մի ժամանակ էլ այսօր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը եղել է այդ միության նախագահ։ Պարոն Սարգսյան, մի ահազանգ, որ տարբեր քաղաքացիներից ստացել էի, որի հիման վրա նաև պաշտպանության նախարարություն հարցում էի ուղարկել։ Ահազանգը հետևյալն էր. 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների, այսինքն առնվազն ես 10 հոգու հայտարարել, 10 հոգու հետ խոսել եմ, բոլորի մոտ այդ արձանագրումը կա։ Մարտական հերթապահության համար փոխանցվող գումարից նախապես էլ իրենց զգուշացրել են, որ հանդերձանքի գումարը մոտ 40 քանի հազար դրամ պահվում է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների։ Այդ թեմայի շուրջ հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն, ստացել են պատասխան, որ վարժական հավաքների ընդգրկված պահեստազորայիններին զինվորական համազգեստ տրվում է պատրաստի եւ անհատույց։ Ես կոնկրետ մարդկանց գիտեմ, նույնիսկ կտրոններն են փոխանցել, որ այդ փոխանցվող գումարից 40 քանի հազար դրամ հայտարարվել է, որ պահում են հանդերձանքի համար։ Ում հասկանամ, տրվում է անհատույց եւ ոնց է պատահում, որ այդ գումարը փոխանցելուց 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներից հանդերձանքի համար փող է պահվում։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն, խնդրում եմ աշխատանքային կարգով դուք կոնկրետ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեք, մենք ամեն դեպքով փորձենք հասկանանք, թե ինչա տեղի ունեցել։ Ես էլ եմ կարծում, որ պետք չի սպասել հանձնաժողովի նիստերին այդ հարցը հնչեցնել, որտեվ պարոն Մանուկյան, գիտեք, որ հարաբերությունները զինված ուժերի հետ շատ անմիջական են եւ եթե խնդիր կա, պետք է լուծումը օր առաջ գտնել։ Համար ցանկալի է, որ պաշտպանության փոխնախարարը հրապարակային հայտարարել, որ գումար չի պահվելու վաղ միսօր որևէ Ես կարծում եմ փոխնախարարը ձեր ցանկալի հայտարարություն արեց։ Ուրիշ հարցեր հիմնական զեկուցողին